Հայկական բարեգործական ընդհանուր միությունը Երևանի պետական համալսարանի եւ Եվրասիա միջազգային համալսարանի հետ համատեղ այսօր կազմակերպել էր կարիերային նոր հնարավորություններ եւ հեռանկարներ խորագրով տոնավաճառ, որն անցկացվում էր առաջին անգամ։ Տոնավաճառի կազմակերպման գլխավոր նպատակն է հատկապես Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնել զբաղվածության հարցում եւ ինտեգրել հասարակությանը։ Ծրագրերը լինելու են բազմաբովանդակ, ինչպես հետագայում են կարողանալու մեր այցելուները օգտվել այդ հնարավորություններից, այնպես էլ այսօր տեղում ամբողջ էքսպոյի ընթացքում իրականանալու են մի շարք դասընթացներ տարբեր ուղղություններով, կարողությունների զարգացումից մինչև նեղ մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված։ Տոնավաճառի շրջանակում կկազմակերպվեն հանդիպումներ 40-ից ավելի առաջատար կազմակերպությունների եւ աշխատանք փնտրողների միջև։ Կանցկացվեն աշխատանք գտնելու հմտությունների զարգացմանը միտված կրթական միջոցառումներ եւ կլոր սեղան քննարկումներ առկա խնդիրների եւ մարտահրավերների շուրջ։ Մենք շատ կարեւոր ենք համարում իրենց ինտեգրումը հասարակությանը եւ այս ծրագրի բնականաբար մեր առաջնային թիրախը հենց Արցախի մեր հայրենակիցներն են, ովքեր պետք է ծանոթանան այս պահին աշխատաշուկայի բոլոր հնարավորություններին, ինչպես նաեւ ձեռք բերեն այն կարեւոր կարողություններն ու հմտությունները, որը այսօր թելադրում է աշխատաշուկան իրենց աշխատաշուկայում իրենց ավելի մրցունակ դարձնելու եւ ավելի մասնագիտական առումով ինտեգրման բոլոր հնարավոր միջոցները տրամադրելու հարցում։ Եվրասիա միջազգային համալսարանը եւս կարևորում է արցախցիների զբաղվածության հարցի լուծումն, ինչով եւ պայմանավորված համագործակցել են Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ Երևանի պետական համալսարանի հետ։ Եվ Երևանի պետական համալսարանը եւ Եվրասիա միջազգային համալսարանը ունենալով գործատուների կայուն բազա եւ կարիերաների կազմակերպման մեծ փորձառություն, որոշել են համատեղ միանալ եւ իրականացնել այս ծրագիրը, աջակցելով արցախցիների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը Հայաստանում։ Այս տոնավաճառները շատ կարևոր են եւ իրենք իսկապես արցախցիների այսօր խնդիրներից մեկը, այսպես ասած մարտահրավերներից մեկը հենց աշխատանքի, գտնելու խնդիրն է, իրենց զբաղվածության խնդիրն է։ Եվ այս տոնավաճառները նպաստում են մեծամասամբ այդ խնդրի լուծմանը, բացի նաև այդ խնդրի լուծումից մեր օրակարգում առկա են տարբեր դասընթացներ, որոնք նպաստելու են նաև իրենց աշխատաշուկայում արցախցիների եւ մրցունակության բարձրացմանը եւ տարբեր ձևով իրենց ուղղորդելու են հետագայում եւս աշխատանք գտնելուն։ Արմինե Ասատրյանի խոսքով ծրագրի շրջանակներում իրենք իրականացնելու են մոնիթորինգ, պահելով հետադարձ կապը, որպեսզի հասկանան, թե ինչքանով է այն նպաստել արցախցիների կարիքների բավարարմանը։ Եվ մենք Եվրասիա միջազգային համալսարանը եւ Երևանի պետական համալսարանը, ովքեր նաեւ մեր պետության կյանքում լուրջ, այսպես ասած, ներդրում ունեն որպես բարձրագույն կրթություն ապահովող կառույցներ, մեր համար այս ծրագիրը այնքան որ ինքնանպատակ չի եւ մենք ունենք սոցիալական բարձր պատասխանատվություն, որպեսզի հետագայում այս ծրագիրը ունենա իր ծառայի իր նպատակին, մենք հետագայում անպայման մոնիթորինգ ենք իրականացնելու, որպեսզի հասկանանք քանի տոկոսը արցախցիների կարողացավ այս միջոցառման շրջանակում աշխատանք գտնել եւ հետեւաբար հետևելու ենք նաեւ իրենց հետագծին։ Էքսպոյի շրջանակներում ներկայացված էին ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ, բանկային սպեկտրից, հաշվապահական եւ խորհրդատվական գրասենյակներից, խոհարարության, վարսահարդարման, թվային տեխնոլոգիաների ոլորտից։ Ինչ մասնագիտություններ կան, ինչ բիզնեսներ կան եւ ուզում էի վերապրոֆիլավորվել, շատ պատշաճ կերպով ներկայացրեցին ամեն ինչ, ես նույնիսկ մի քանի տաղավար կար, որ այցելելու եմ իրենց անպայման։ Այսպիսի պրոյեկտների գործածումը շատ արդյունավետ միջոց է ընդհանրապես աշխատանք որոնելու հետ կապված։ Հիմնականում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ կապված իրենք ունեն աշխատանք գտնելու խնդիր։ Պետությունը շատ մեծ ազդեցություն պետք է ունենա, քանի որ եթե պետությունը խրախուսի նմանատիպ միջոցառումների անցկացումը, այդ Արցախի մեր հայրենակիցները ավելի կգերադասեն մնալ հայրենի հողում աշխատել արարել, քան թե գնալ օտարության մեջ ինչ որ աշխատանք որոնել, ինչու ոչ իրենց կարող է եւ դա դուրս չգալ, բայց այստեղ հուսով եմ իրենց դուր կգա այս պրոյեկտը եւ այս միջավայրը նման աշխատանք կատարելու համար։ Այստեղ շատ կազմակերպություններ կան ու գրեթե բոլոր ոլորտներն էլ կան, թեկուզ եւ մթերային արտադրություն եւ իրավապահություն եւ IT ոլորտ, այնպես որ ոլորտները շատ են, ընտրության հնարավորություն են տալիս քաղաքացիներին
Ինձ թվում է շատ մարդիկ այսօրվանից հետո կարողանան շանս կունենան աշխատանք գտնելու եւ իրենց աշխատանք ապավելու համար։ Երիտասարդների զբաղվածության փորձագետ եւ դասընթացավար Լիլիթ Հակոբյանը ծրագրի շրջանակներում արցախցի երիտասարդների համար վարելու է դասընթացներ, որոնք կօգնեն մեր հայրենակիցներին աշխատաշուկայում իրենց ճիշտ ներկայացնել եւ լինել ավելի մրցունակ։ Արցախցի մեր հայրենակիցների համար նման դասընթացներ վարելու փորձ ունեմ ու մեր համագործակցությունը բացի դասընթացներից նաեւ հետագայում մենք կազմակերպել ենք internship ծրագրեր, նաեւ աշխատանքի ընդունման հետ կապված այլ ծրագրեր եւ միջոցառումներ, պրոյեկտներ ենք իրականացնել, որոնք եղել են բավականին արդյունավետ եւ մենք ունենք շատ երիտասարդներ, ովքեր որ նմանատիպ ծրագրերի, դասընթացների մասնակցության շնորհիվ հենց աշխատանք են գտել եւ կարողացել են իրենց առաջին քայլերը անել կամ ոչ միայն առաջին քայլերը անել, այլ վերավորակավորվել եւ դրա շնորհիվ նոր աշխատանք գտնել։ Առհասարակ պետք է նշել, որ գործատուները շատ են կարևորում փափուկ հմտությունները, շատ են կարևորում ճկունությունը, մտքի ճկունությունը, ներկայանալու պրոյեկտներ կազմելու, պրեզենտացիաներ անելու հմտությունները եւ շատ հաճախ բուհերը, որոնք որ ապահովում են ակադեմիական ֆունդամենտալ կրթություն, այս մասը բաց է մնում եւ հենց նման դասընթացներն են, որ կարողանում են այս բացը լրացնել։ Իվոր Քարթակը, որը ներկայացնում է նոր տեխնոլոգիաների կենտրոնը եւ զբաղվածության ոլորտում առաջին պետական հարթակն է, մեկտեղում է գործատուի եւ աշխատանք փնտրողի հնարավորություններն ու օգնում բարելավել ոլորտը։ Հարթակը իսկապես լայն հնարավորություն է ընձեռում կամուրջ ստեղծելու պետական պետության, գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ եւ հենց այս առումով է, որ հարթակը կարող է լայն հնարավորություն ընձեռել Արցախի մեր հայրենակիցներին ներգրավելու հարթակում եւ նաեւ հաշվի առնելով հարթակի հետագա առաջնահերթությունները, նպատակները զբաղվածության ոլորտում իսկապես լավ հնարավորություն է Արցախի հայրենակիցների ներգրավման տեսանկյունից։ Երևանի պետական համալսարանի, Եվրասիա միջազգային համալսարանի եւ հայկական բարեգործական ընդհանուր միության ներուժի մեկտեղումը իրապես կարևոր է, որովհետեւ սա եւս մի հնարավորություն է խթանելու զբաղվածության ոլորտը, բարելավելու ոլորտը, քանի որ բացերը հասկանալիորեն կարող են շատ լինել եւ սա ոլորտում կարգավորումներ անելու տեսանկյունից էական նշանակություն ունի։ Իսկ e-work հարթակի տեսանկյունից կարող եմ նշել, որ այն հետագայում առաջիկայում նաև նպատակ է ունենալու կատարել վերլուծություններ, ոլորտի վերլուծություններ, որը իր հերթին եւս հնարավորություն կտա պետության համար հիմք կհանդիսանա ոլորտում կատարել համապատասխան անհրաժեշտ կարգավորումներ եւ բարեփոխումներ։ Կարիերայի նոր հնարավորություններ եւ հեռանկարներ խորագրով կարիերայի տոնավաճառ արցախցիների համար ծրագիրը կրելու է շարունակական բնույթ եւ ընդգրկելու է նաեւ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը, որտեղ բռնի տեղահանումից հետո բնակություն են հաստատել արցախցիները։